Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծանոթացել համալիրի նորոգման աշխատանքներին։ Նորոգման նախագիծը ամբողջի համար է, ավարտը նախատեսված է պայմանագրի 28 թվականի դեկտեմբերին։ Այսինքն ի սկզբանե նախատեսված է, որ փուլային տարբերակով Անդրեասյանի խոսքով հաշվի առնելով ապրիլի 24-ին ընդառաջ մարդկանց մեծ հոսքը, աշխատանքը կազմակերպվում է այնպես, որ յուրաքանչյուր փուլ ավարտին մոտենա։ Հուշահամալիրի բարեկարգման առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են սահմանված ժամկետներում, հաշվի առնելով հուշարձանի նորոգման մասնագիտական բոլոր պահանջները։ 2024-ի դեկտեմբերից մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 973 միլիոն 736 հազար դրամ։ Արևմտյան մասնաշենքը կարելի ասել, որ ամբողջությամբ ավարտին է մոտեցել, մնացել է միայն ծածկույթը այստեղ շինարարվում։ Այսինքն այս փուլում բուն հուշարձանը չի ներառված։ Ոչ, միայն բուն հուշարձանը չի, ամբողջ տարածքի կապված աշխատանքներն են։ Նախարարը տեղեկացրեց հուշահամալիրի նորոգման աշխատանքների համար գիտամեթոդական խորհուրդ կա։ Ամեն շաբաթ Ժաննա Անդրեասյանը մասնագիտական քննարկումների է մասնակցում։ Հիմնանորոգվել են կենտրոնական, արևմտյան եւ արևելյան մասնաշենքերը, նաեւ հավերժության տաճարի մույթերը։ Քարի ընտրությունը եղել է գիտամեթոդականի։ Այո, ցանկացած բան անցել է մասնագիտական լավագույն տարբերակն է ընտրել։ Ապրիլի 24-ի արարողությունների համար ամեն ինչ պատրաստ է, վստահեցրին վարչապետին։ Վարչապետը շեշտեց, ապրիլի 24-ից հետո նորոգման հետ կապված մնացյալ աշխատանքները շարունակվելու են։ Ընդհանուր տեսարանի ցույց տալու։ Արձանագրենք, որ ապրիլի 24-ի արարողությունների համար ամեն ինչ պատրաստ է։ Ոչ մի կիսատ բան։ Տեսարանը ավելի քան վկայ։ Հեսա կգնանք կտեսնենք, բայց չարձանագրենք, որ այս փուլում բայց նաև արձանագրենք, որ հիմա առաջիկայում գործնական ապրիլի 24-ից հետո ապրիլի 26-ին պայմանական շարունակվելու են աշխատանքները։ Աշխատանքների ամբողջ ընթացքում նախագծող ճարտարապետական խումբն իրականացրել է հեղինակային վերահսկողություն։ Եղել են դեպքեր, երբ արվածը քանդվել նորից է արվել։ Մշակվելու է քիմիական նյութերով եւ հիդրոմեկուսացնող նյութ են կստեղծել վրա, որը չի երևում։ Թափանցիկա եւ գույնչուն։ Նաև 3 աստիճանների քարերը լրիվ 4 աստիճան։ Վարչապետը ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նորոգման աշխատանքների ընթացքում թանգարանը միշտ բաց է եղել։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ապրիլի 24-ին հուշահամալիրը բաց է լինելու բոլոր այցելուների համար։ Մերի Խաչատրյան, լուրեր։